Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենահետաքրքիր ու թեժ զարգացումները դեռ առջևում են։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հեռուստասերիալի հետագա զարգացումներին, քանի որ հեռուստասերիալը գնալով դառնում է էլ ավելի դիտարժան ու էլ ավելի հետաքրքիր։ «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալն այս պահին համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը նախ սցենարային լուծումներով, այնուհետև հեռուստասերիալում նկարահանվող դերասանական կազմով, ովքեր մեկը մեկից սիրված են հեռուստադիտողների կողմից։ Արդեն հայտնի սիրված դերասան-դերասանուհիների կողքին նկարահանվում են նաև նորահայտ դերասան-դերասանուհիներ, ովքեր հասցրեցին միանգամից սիրվել ու ընդունվել հեռուստադիտողների կողմից։ Հատկապես հեռուստասերիալում նկարահանվող երեխաները կարողացել են գրավել հեռուստադիտողների սրտերը։ Ինչպես արդեն նշեցինք, հեռուստասերիալում իրադարձությունները լարված են ու հետաքրքիր։ Ալինան հայտնվել է հիվանդանոցում, նա բավական վախեցած էր և իրեն վատ էր զգում, ինչից հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Բնականաբար նրա հիվանդությունը գնալով զարգանում է և նա հայտնվել է ծանր վիճակում։ Թե ինչ է սպասվում հետագայում և ինչպես են լուծելու Ալինայի առողջական խնդիրները, ցույց կտա ժամանակը, բայց որ Նորոյին պետք է լինելու Արշակի օգնությունը, դա հաստատ է։ «Ուրիշի ընտանիքը» սերիալում իրադարձությունները հասնում են ամենազգայուն ու ցավոտ կետին։ Հերոսների կյանքում սկսվում է մի փուլ, որտեղ ոչ ոք այլևս չի կարող թաքցնել իր վախերը, հիվանդությունները և ներսում տարիներով կուտակված ճշմարտությունները։ Ալինան, ինչպես արդեն նշեցինք, կրկին հիվանդանոցում է, նրա վիճակը բնականաբար ծանր է, իսկ բուժման ընթացքը անկանխատեսելի։ Փոքրիկ մարմինը պայքարում է, բայց ամեն օր դառնում է ավելի դժվար։ Սենյակը լուռ է, լցված սարքերի ձայներով ու ծանր սպասումով։ Արևը նրա կողքին է, թվում է, թե նա զգում է այն, ինչ բառերով չի կարելի բացատրել։ Նա գրկել էր, Արևն ու Ալինան իրար գրկել էին այնպես, կարծեք թե զգում էին, որ քույրեր էին, և միայն քույրը քրոջը կարող է լսել։ Թեև Արևը դեռ փոքր է, բայց նրա ներսում կա մի խորը զգացում, ինչպես ասում են, արյան կանչ։ Նրանք քույրեր են, և այդ կապն ավելի ուժեղ է, քան ցանկացած խոստովանություն կամ բացահայտում։ Այս պահերը դառնում են սերիալի ամենահուզիչ տեսարաններից մեկը, երբ երկու քույրեր, չնայած բոլոր բաժանումներին ու գաղտնիքներին, միավորված են նույն ճակատագրով։ Նորոն հոգեբանական ծանր վիճակում է, նա փորձում է թաքցնել ցավը, չի ուզում, որ Էլիզը կամ Ալինան տեսնեն իր թուլությունը, բայց այլևս չի կարող պայքարել։ Նրա հայացքում կա վախ, նաև անսահման պատասխանատվություն։ Նա հասկանում է, որ եթե ինքը կկոտրվի, կկոտրվի նաև իր ընտանիքը, բայց երբ մենակ է մնում, այդ ուժերը սկսում են սպառվել։ Այս ամենի ֆոնին Էլիզին վերջապես հաջողվում է անել այն, ինչ երկար ժամանակ չէր կարողանում։ Նա հանդիպում է Էդոյին և բացատրում ճշմարտությունը։ Հասմիկի ասածները հորինվածք են եղել։ Էլիզը ոչ մի կապ չունի այդ պատմության հետ և առավել ևս երբեք չէր օգտագործի Էդոյին Արշակին վնասելու համար։ Էլիզի խոսքերը կոտրված են, բայց անկեղծ նրա աչքերում չկա հաշվարկ, միայն հոգնածություն ու ցավ։ Նա ասում է, որ այո, ցանկանում է Արշակին վնասել, բայց դա երբեք չէր անի Էդոյի միջոցով։ Նրա համար Էդոն երբեք գործիք չի եղել։ Էդոն լուռ լսում է, նա առաջին անգամ սկսում է հասկանալ, թե որքան խորն է եղել մանիպուլյացիան և որքան հեշտ է հավատացել կեղծ խոսքերին։ Նրա ներսում հավանաբար ծնվելու է մեղքի զգացում Էլիզի հանդեպ անարդար լինելու համար։ Այս խոսակցությունը դառնում է շրջադարձային։ Էդոն սկսում է կասկածել ոչ թե Էլիզին, այլ նրանց, ովքեր փորձել են իր միջոցով քանդել ուրիշների կյանքը։ Այս փուլում սերիալը ցույց է տալիս, որ ճշմարտությունը վաղ թե ուշ դուրս է գալիս։ Ալինայի հիվանդությունը, Նորոյի այս պահին անելանելի վիճակում հայտնվելը, Արևի ու Ալինայի քրոջական կապը, Էլիզի արդարացումն Էդոյի առաջ ստեղծում են այնպիսի հուզական միջավայր, որտեղ հերոսներն այլևս չեն կարող ապրել
Նախկինի նման առջևում դեռ շատ բացահայտումներ կան, ով կկարողանա հաղթահարել հիվանդությունը, արդյոք նորոն կհաղթի իր ներքին պայքարին և կկարողանան արդյոք բոլորը մի կողմ դնել անցյալի ցավը, երբ կյանքը կանգնած է վտանգի առաջ։ Մի բան հստակ է, «Ուրիշի ընտանիքը» սերիալում ամենաողբերգական, բայց նաև ամենամարդկային փուլն է սկսվում, այնպես որ չմոռանաք բացահայտել ու հետևել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչպիսին է լինելու հեռուստասերիալի հետագա ընթացքը և արդյոք Ալինան կհաղթահարի այս լուրջ հիվանդությունը, թե ոչ։